Սկսելու մեկնարկը տրված է, Վանը կարմիր գույնի համազգեստով է, այսօր անգամ պայստայների նստարանին չէ։ Գրում են աչեզրով Արմենիայի ֆուտբոլիստները շատ վտանգավոր է կենտրոնական պաշտպանով, բայց հիմա եթե ուշադրություն դարձնեք, Իբրահիմը առաջ է շարժվել, վտանգավորը ինչ նշում է առաջարկում մեկնարկում Արարատ Արմենիան և դարձում է Պետրոս Ավետիսյանը փոխարինվեց և չեմ բացառում այն տարբերակը, որ վնասվածք ունի, վտանգավոր է, Բոկով երկրորդ հնարավորությունով էր պայմանավորված։ Հիմա վերջապես կարելի է խաղարկել գնդակը, Շաղոյան և գնդակը միջև համագործակցությունը հղկել և հիմա Տուլիպայի թիմը տեսնում եք ինչ է անում այս րոպեներին, լավ փոխանցում էր գծի ֆուտբոլիստ է, բայց քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ ու կարողանում այսպես եզրայի նետումները մինչև տուգանային արդյունքի, այդքան ավելի կարող են մեծացնել գրողների տեմպն ու արագությունը և արդեն պաշտպանվելիս Տիգրան Գևորգյանը ստիպված կլինի այլ կերպ խաղալ Ալաշկերտ, սա Տուրի հավանաբար կենտրոնական հանդիպումն է, չնայած Փյունիկ-Սարդարապատ հանդիպումն է, շատ հետաքրքիր է լինելու, որ Այոնգոյի հետ խաղաց, Այոնգոն մինչև տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, վտանգավոր է նաև գնդակի մոտ, վտանգավոր է, Էրվից հարված ու Էրվից հարված, եզրայի նետումը կատարում, այս անգամ էլ ձախ եզրը եկել, փոխանցում բարձից, վտանգավոր է և գնդակը, բայց դանդաղ է, Ֆրանսան հետ փոխանցում, Պերեյրա, տուգանային հրապարակ ուղարկ դուրս, շատ բարձր հարված է, չինկեսում, բայց քանի որ Վանը ստիպված է բացառապես պաշտպանվել և այս 0-0 նրանց համար ձեռնտու հաշիվ է, հետևաբար շատ գոլային պայեր ստեղծել և տեսնենք երկրորդ խաղակեսում ինչպիսի զարգացումներ են լինելու։ Երկու թիմերի կազմերում էլ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, վտանգավոր է, Բոկովը դուրս է գալիս ու Շաղոյանն է գնդակով, Շաղոյանը շրջանցեց, փոխանցում տուգանային հրապարակ ու գոլ! Նդուրն է դառնում գոլի եղինը։ Իրացնելու ստանդարտը, ցածրից փոխանցեց ու գնդակը չհայտնվեց փոխարինման։ Մա պետք է փորձեն ամեն ինչ անեն երրորդ անընդմեջ պարտությունից խուսափելու համար, ինձ թվում է խաղալու էր։ Օբինա, Էրվից կտրված է խաղից, բայց Մանուկյանն է իրացնում անկյունայինը, բարձրից փոխանցում, տուգանային հարվածով թեթև սպառնալիք կարողացավ ստեղծել հարված դարպաս։ Օբինային պետք է օգնեն, Օբինային անընդհատ առանց օգնության են թողնում, Էրվից հարված և Էլոյանը միանգամից առաջացավ, երկու կենտրոնական արձակվողները փորձեցին դիրքային փոփոխություն կատարել և 11 մետրանոց հրաշալի կոմբինացիա կարճ տարածության վրա, կարևոր պայ է Վանի համար, Բալանտա և շեղ է հարվածում Խուան Բալանտան։ Այս մրցաշրջանում նրա առաջին հանդիպումն է լինելու։ Կարծես թե եզրային պաշտպան Գոմեսներ, վտանգավոր է Էլոյան և բրավո Արայիկ Էլոյան, շատ գեղեցիկ Չեմպիոնը չեմպիոնական բնավորություն է ցույց տալիս երկրորդ խաղակեսում, գրում են նորից աչեզրով, Բանջակի վերջ, ավարտված է հանդիպումը, շնորհավորում եմ Արարատ Արմենիայի երկրպագուներին առհասարակ թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ։